Յուրաքանչյուր ով փորձում է Հայաստանի համար մի բան անել, գտնվում են ոմանք, ովքեր սկսում են զրպարտությամբ պիտակավորել։ Ես դիմում եմ խելամիտ մարդկանց։ Առանց փաստի ու հիմքի պիտակավորումը խոսում է միայն այն մասին, որ տվյալ մարդը կողմնակից է ներկա կամ նախկին իշխանություններին, որոնց օրոք Հայն ու Հայաստանը ոչ մի գլոբալ փոփոխության ականատես չեն եղել ու չեն լինելու հետագայում։ Ես կոչ եմ անում բոլորիդ։ Մենք ստեղ ենք այնքան, մինչև չգրանցենք հաղթանակ։ Մի կասկածեք ձեր իսկ ուժի վրա, մի կասկածեք մեր միասնական ուժի վրա։ Ուղղակի փորձեք վստահել, արդյունքներից հետո ունեցեք հիմք, շարունակել վստահել, թե ոչ։ Ես կոչ եմ անում բոլորիդ, մի մարդու նման, միանալ մեզ, մենք ազատության հրապարակում ենք։ Սպասում ենք բոլորիդ, կիսվեք, տարածեք, մենք ունենք տեղեկատվական խնդիր, ոչ մի պաշտոնական հեռուստաալիք չի բարձրաձայնում մեր մասին, փորձանողն էլ արժանանում է սպառնալիքների։ Մեր հույսը դուք եք, սովորական ժողովուրդ, ով իրոք սրտացավ է Հայ ու Հայաստանի համար, ոչ թե ձգտում է աթոռի իշխանության կամ պաշտոնի։ Մեր շարժումը իշխանության կամ պաշտոնի շարժում չի։ Սա մեր գոյատևման ու մեր արժանինքների պահպանման շարժում է։ Ուստի բոլորիդ խնդրում եմ միանալ մեզ։ Սա որպես խոսք ուղղված ազգին ու ժողովրդին։ Ես հույս ունեմ, ես հավատում եմ, ես վստահ եմ, որ ժողովուրդը մեզ կմիանա։ Ու հարց եմ տալի բոլորին, եթե ոչ հիմա ու եթե ոչ մենք, ապա ով ու երբ։ Ես ասում եմ ու կարամ հիմնավորեմ, երբեք ու ոչ մեկ։ Սա միակ ու վերջին հնարավորությունն է, որը կախված է յուրաքանչյուրի վճռական որոշումից։ Դուրս գան, կանգնեն մեր կողքին, լինի բավարար քանակություն, կլինի գործողություն։ Կլինի գործողություն, հետևաբար կլինի փոփոխություն։ Հիմա մարդիկ ձեզանից ծրագրեր են ուզում լսել։ Դուք ինչ եք առաջարկում մարդկանց։ Ես քաղաքական հիմնական ծրագիրը ժամանակավրեպ է հիմա ներկայացնեմ, բայց վերածննդի շարժումը իր ծրագրերով ներկայացված է կկրկնեմ նորից համառոտ։ Վերածննդի շարժումը մտադրություն ունի հրաժարվել ներկա իշխանություններից բացառելով նախկինների վերադարձ, որից հետո ձևավորվի ժամանակավոր կառավարություն։ Ժամանակավոր կառավարության ծրագիրն ու գոյատևման ժամկետը եւս բարձրաձայնել եմ, նորից կկրկնեմ։ Ժամանակավոր կառավարությունը տևելու է ընդամենը 6 ամիս։ Ժամանակավոր կառավարությունը գլխավորվելու է մեզանով։ Հիմնական ընտրություններ նշանակվելու են հոկտեմբերի 27-ին։ 6 ամսվա ընթացքում տարատեսակ ու բազմազան անելիքներ կան, մեկը մեկից կարևոր, ես կշեշտեմ մի քանի ամենակարևորը։ Առաջի հերթին դրվում է վերանայման ուղիղ 6 ամիս ժամկետով։ Բոլոր այն պայմանագրերը, որոնք ոչ միայն չեն բխում իմ ազգի ու հայրենիքի շահերից, այլև դրանց դեմ են, թե ներկայի, թե նախկինի օրոք կնքված։ Իսկույն կրճատվում են բոլոր կուսակցությունները մինչև 2 կամ առավելագույնը 4 հատ։ Ամբողջ երկիրը, ամբողջ հայազգի ու երկրի պոտենցիալը ներդրվում է բացառապես զինվելու վրա, որովհետև ինչ էլ ուզենաս անես առանց ուժի, համ լուրջ չես ընկալվի, համ հետդ հաշվի չեն նստի, դու պետք է ուժ ունենաս ու դիրք, որ ասածը տանցնի, իսկ ինչա մեր ասածը աշխարհին։ Դա ոչ օդից վերցված պահանջ է, ոչ էլ ինչ-որ մեկի երևակայության արդյունքում ձևավորված եւս պահանջներ։ Մենք մեր պահանջների թե պատմական, թե բարոյական, թե իրավական իրավունքները ունենք։ Ուղղակի մեզ պետք է ցույց տալ, որ մենք ունենք նաեւ ուժ արդարությունը վերականգնելու համար։ Ու վստահ եղեք, յուրաքանչյուր մեր պահանջ շատ կարճ ժամանակում իրականացվելու է։ Հիմնական քաղաքական ծրագիր մենք կներկայացնենք հենց այդ 6 ամիսների ընթացքում։
բոլոր նրանց հետ, ովքեր հոկտեմբերին մեզ հետ կպատրաստվեն ընտրությունների։ Այդ ժամանակ արդեն ում ծրագիրը կարժանանա վստահության ու հավանության, թե ազգի, թե բնակչության, թե ժողովրդի, թե հանրության, թե հասարակության կողմից։ Իսկ այն մարդիկ, որ նկարները փակցրել եք, վրանել խաչ եք քաշել, իրավական պատասխանատվության ենթարկվելու են, թե ոչ։ Մենք բոլորս ըստ մեր ապրած ժամանակահատվածների, մեզանից մեծերը շատ ավելին գիտեն ու տեսել են, ականատես են եղել, քան մենք, բայց դե այսօր հայտնի է ամեն ինչը, ինչ նրանք արել են։ Թող ոչ մեկ չլինի, որ կարա ասի իրանցից ոչ մեկ այնպես բան չի արել, որ դեմ ա եղել հայ ու Հայաստանի շահերին։ Բնականաբար, յուրաքանչյուրը, ով ուզում է լինի, ով բանավոր կերպով, ով պայմանագրերով, ստորագրությամբ, առավել եւս գործողություններով իրականացրել է հակահայկական գործունեություն, նոր օրենքի ու անաչառ դատավորների դատով ամենախիստ պատժով պետքա պատժվեն։ Կպարզվի ոչինչ չեն արել։ Ասենք լուսնից ենք ընկել, լավ։ Ինչ ունի պատժվելու, ինչ ունի վախենալու։ Բայց ըստ ձեզ հիմա կա բան, որի համար պետք է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը իրավական պատասխանատվության ենթարկվեն։ Ըստ ինձ կա տենց բան։ Այո։ Եթե ես լներ հումորային ծրագիր, ես կհասկանայի հարցը։ Եթե չունեն նման բան, իմ հիմքը ու տրամաբանությունը ո՞րն է բոլորին մերժելու։ Այդ դեպքում ես, չգիտեմ, մի ուրիշ զբաղմունք կունենայի ու կաջակցեի նրանցից մեկին։ Լավ իմացեք, այն փաստը, որ մենք դուրս ենք եկել այդ բոլորի դեմ, դա անձնական սիմպաթիան չի։ Ես կարամ ձեր հանդեպ սիմպաթիա չունենամ, բայց ձեր գործունեությունը ողջունեմ։ Ստեղ անձը չի հարցը, այլ իրանք որպես ինստիտուտներ, որպես հայակործան ու հայաստանակործան ինստիտուտներ, որոնք ունեն մարդկային կերպար ու դեմք։ Ես այսօր ստեղ եմ իրանց բոլորին մերժելու համար։ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում սահմանամերձ գյուղերի բնակիչներին տեղեկացնում էր, թե ինչքան լավ կլինի, որ ճանապարհները բացվեն, երկաթգիծը աշխատի, ասում էր միլիարդներ են գալու, լավ է ապրելու։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Հերթական սուտ։ Ոնց մեկնաբանեմ։ Սուտասանը բան ասում, ոնց մեկնաբանեմ։ Քանի բան հիշացնեմ։ Առանց հրթիռ ինքնաթիռները հիշացնեմ։ Կարմիր գծերը ինչը հիշացնեմ ախր։ Ամենակարևորագույն հարցից մինչև ամենամինիմալ չնչին հարցը։ Ինչ ասած սուտ ասաց, հիմա էլ հերթական սուտն է ասում։ Ու վայ նրան, ով մանավանդ հասուն տարիքում դեռ նմանին լսում է ու հավատում է։ Գիտեք, մարդ կարա մի բան ասի, չստացվի, երկրորդ բան ասի, չստացվի, բայց ասել 10,000 բան ու 10,000-ից 11,000-ը չանել ու անել ճիշտ հակառակը, ինչ Արցախը, Հայաստանը եւ վերջ արտահայտությունը հիշած, ո՞րն ասեմ։ Ինձ հետաքրքիրել չի ինքը ինչա խոսում, ինչ ասում, ինչա մտածում, ինչա շնչում։ Ես գիտեմ մենակ իմ պայքարը, որը ենթարկվում է մենակ մի կանոնի ու օրենքի, ու դա իմ արյունն է, որը կիսում եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ։ Բայց տեսեք, ասում եմ, որպեսզի հաջողության հասնեն իշխանություններին հեռացնելու առում, պետք է բոլոր ընդդիմադիր թևերը միավորվեն։ Հիմա բայց մեր ընդդիմադիր դաշտում խառնաշփոթ է, հա, ավելի շատ քննադատում են մեկը մյուսին, քան օրինակ իշխանությանը։ Մենք այսօր ամբողջ օրը ստեղ ենք։ Տեսակ որևէ ընդդիմադիր ուժի, ով աջակցում է այն մտքին, որ Նիկոլը պետքա չլինի իշխանության ու նախկիններից ոչ մեկ չվերադառնա։ Կարող է ես չեմ տեսել։ Ինչով է դա պայմանավորված։ Դուք էլ չեք տեսել։ Այդ դեպքում ընդդիմադիր ում նկատի ունեք։
Նրանք ովքեր իշխանության չեն։ Բոլոր անդիմադիրները ստեղ են։ Եթե անդիմադիր են, եթե մենք նույն գաղափարն ենք կիսում, հարց, ուր են։ Մենակ վիդեո անելով են անդիմադիր լինում, կարող է ես բան եմ բաց թողել կյանքում, չգիտեմ։ Վիդեո անելով, հաղորդումներ գնալով, հարցազրույցներ տալով, մի օր կարմիր, մի օր կապույտ, մի օր ծիրանագույն գալստուկներով, էտա անդիմադիրը։ Ես տենց անդիմադիր չգիտեմ։ Մազից կախված երկրում անդիմությունը պայքարում է։ Մենք ստեղ պայքարում ենք։ Չքնելով, մրսելով։ Դրա համար որ ասում եք անդիմադիր զարմացա, ում նկատի ունեք։